Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսիից, Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահը, եւ այսօր ձեր հետ միասին մենք ունենք քննարկելու մի քանի շատ կարևոր հարց։ Առաջի հերթին այս հարցերը վերաբերվում են հայ հեղափոխական դաշնակցության կողմից արված մի շարք հայտարարությունների, ինչպես նաեւ հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող շարունակվող թեմային, որը մենք ձեր հետ միասին նախորդ մեր քննարկման ընթացքում վերլուծեցինք։ Առաջի հերթին կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, սա կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Շնորհակալ եմ աջակցության եւ ձեր մեկնաբանությունների համար, որտեղ որ տեսնում եմ, որ բացառապես կարելի ասել մեծամասնությունը լիովին աջակցում է այն մոտեցմանը, որը մենք այստեղ ներկայացնում ենք, հատկապես դա երևաց նաև վերջի վերլուծությունում, որը վերաբերվում էր եկեղեցուն, ավելի ճիշտ եկեղեցում գտնվող անձնավորություններին։ Հարգելի հայրենակիցներ, մենք երկար ժամանակ հայկական հասարակական դաշտում խոսել ենք եւ ասելով մենք նկատի ունեմ տարբեր մարդկանց իրականում, բայց իմ կողմից նաև շատ անգամ է բարձրաձայնվել հարցը, որ խնդիրը պետք է լուծվի, որովհետև նախորոք երևում էր այս կոնկրետ խնդիրը։ Եվ այս հարցը բարձրաձայնել եմ բազում անգամ այս էջի վրա իմ հարցազրույցներում։ Հիմա սա կարծես ել ավելի պարզ է դառնում։ Հիշում եք, օրերս մենք ձեր հետ միասին քննարկել էինք բլոկադայի հարցը, որը Վրաստանի ռուսական իշխանությունները, ռուսական գործակալները այստեղ կազմակերպել են Հայաստանի դեմ ալկոհոլի ուղղությունով։ Այդ վերլուծությունը մեր էջի վրա կա եւ դուք կարող եք գնալ եւ դիտել այդ վերլուծությունը եւ հասկանալ, թե ինչու մասին է խոսքը։ Այսօր առավոտվանից ես զարմացած էի, անկեղծ ասած, որ տեսա Վահե Սարգսյանի հայ հեղափոխական դաշնակցության անդամ ծագումով Վրաստանից, Սամցխե Ջավախեթի շրջանից, որը մի այսպիսի հայտարարություն է արել, որ Վրաստանի եւ ես հղումը կնշեմ նաեւ ուրեմն այս վերլուծության նկարագրությունում եւ դուք կարող եք ինքներդ կարդալ, բայց եւ իմ Facebook-յան էջի վրա նաեւ կա, այդտեղ կարող եք նաեւ կարդալ եւ կտեսնեք հենց այդ հայտարարությունը։ Կարճ ասեմ, հայտարարությունը նրա մասին է, որ Վրաստանը որոշում է կայացրել ըստ Վահե Գասպարյանի, որ խոչընդոտի հայկական ալկոհոլի արտահանումը, որովհետև իբրև Հայաստանը աջակցում է Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, որոնք այստեղ սահմանափակումներից հետո, այս սահմանափակող օրենքներից հետո իբրև անցել են Հայաստան, եւ Հայաստանի իշխանությունները իբրև հակավրացական դրանով գործեր են անում, որովհետեւ վրացիք հասկացել են, որ արևմուտքը թշնամի է, արևմուտքը ուրեմն այստեղ քայքայիչ ծրագրեր ունի, ճակերտներով, հա, արևմուտքը քայքայիչ ծրագրեր ունի եւ Վրաստանի դեմ է այդ ծրագրերը արևմուտքի եւ Վրաստանի այսօրվա իշխանությունները իբրև վրացանպատակ, վրացանպաստ քաղաքականություն են վարում, իսկ Հայաստանի իշխանությունները գործում են Վրաստանի դեմ եւ այդ պատճառով է տեղի ունեցել այդ բլոկադան։ Հիմա կարճ ասեմ, որովհետեւ էլ ավելի այստեղ երկար կար, իհարկե Նիկոլ Փաշինյանին են մեղադրում, բայց ամենակարևորը նաեւ մեկ այստեղ հետաքրքիր կետ կա, որ գնացեք ցույցեր արեք Հայաստանի կառավարության արչեւ, որովհետեւ իրանք են աջակցում վրացական ընդդիմությանը եւ դրա պատճառով է, ընդհանրապես հասկանալի չի, հիմա մենք խոսենք սրա մասին, բայց այստեղ նաեւ կա շատ կարևոր մի կետ, որ Վրաստանի հետ բառացի ասում է հակամարտություն է սկսվելու, հայ-վրացական հակամարտություն եւ հանուն ինչի ասում է սա տեղի ունենում, բառացի այս հակամարտությունը շատ շուտով կսկսվի, որովհետև Վրաստանին ստիպել է Հայաստանը գնալ շատ կոշտ քայլերի, ճակերտներում, Վրաստանի մասին իմ նախորդ գիտավերլուծական աշխատանքներում
կոնկրետ ասել է, սա իր խոսքերն է, առաջիկայում պայթելու է հայ-վրացական լուրջ կոնֆլիկտ։ Դուք պատկերացրեք այս անձնավորությունը ինչ է ասում։ Ինչ հայ-վրացական կոնֆլիկտ։ Եվ արեք մի հատ ամեն ինչ շատ պարզ ստեից գնանք, որտեվ մենք ձեր հետ արդեն երկար ժամանակ մանրամասն աշխատում ենք, ուզում եմ այս հարթակի վրա, ուզում եմ իմ հարցազրույցներում, որտեղ որ մենք մանրամասն ձեր հետ քննարկում ենք այս հարցերը, որ ինչ է տեղի ունենում հայ-վրացական հարաբերություններում, ինչ է տեղի ունենում կոնկրետ այս դեպքում եւ հիմա պարզ այստեղից ասեմ։ Առաջի հերթին ալկոհոլի սահմանափակումը Հայաստանի իշխանությունների գործունեության քայլերի հետ կապ ընդհանրապես չունի։ Երկրորդ, Հայաստանի իշխանությունները խափում է այս անձնավորությունը, ասում է, որ որևէ ձև աջակցում են Վրաստանի արևմտամետ ընդդիմությանը կամ հասարակական կառույցներին, կամ որ հասարակական կառույցները վրացական իբրև անցել են Հայաստան, սա ուղղակի սուտ է, այսպիսի բան չկա, գոյություն չունի, այս անձնավորությունը խափում է, ավելին ձեզ ասեմ, Հայաստանը Վրաստանի հայությանը չի աջակցում, Հայաստանը Վրաստանի հայության վրա ազդեցություն չունի, ոչ թե Վրաստանի վրացական հասարակական կառույցների վրա։ Այնինչ այս անձնավորությունը ասում է հորինված է ամբողջությամբ, այսպիսի բան գոյություն չունի, եւ ես, ինչպես Վրաստանում գտնվող, Վրաստանում ապրող, այստեղից ծնված, այստեղ Թբիլիսիում վիրահայ գործիչ, բաց այդ ասում եմ այնինչ ես տեսնում եմ, ինչ ես գիտեմ, որ Հայաստանը որևէ հակավրացական քայլ չի արել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ հակավրացական քայլ չի արել։ Հակառակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենապրո-վրացականն է, եթե այդպիսի Հայաստանում եղել է։ Վրաստանի հետ հարաբերությունները զարգացնելու կողմնակից իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լուծե շատ հարց, որը մեզ այստեղ հուզում էր, վերաբերվում է դա ՄԱԿ-ի քվեարկությունին, թե ինչ որ անհասկանալի մոտեցումներին, որը իդեմս ասեմ, հենց դաշնակցությունն է տարածել տարիների ընթացքում Վրաստանի շրջան-Սամցխե Ջավախեթի ուղղությամբ եւ դրանով խնդիր ստեղծեց, հիմա արդեն մենք հայ-վրացական հարաբերությունների համար, բայց մենք պարզ արեք ասենք։ Սա, եւ ես այս գնահատականը իմ Facebook-յան էջի վրա տվեցի, սա բացահայտ KGB-ի գործակալների գործունեությունն է։ Մենք գիտենք երկար ժամանակ է, որ հայ հեղափոխական դաշնակցությունը գտնվում է ռուսական ազդեցության տակ եւ գործիք է հայ ազգի դեմ, բայց նաեւ վրաց ազգի դեմ։ Երկար տարիների ընթացքում իրանք հարցի տակ են դրել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սրանով ստեղծելով լուրջ խնդիրներ Վրաստանի հայ համայնքի համար։ Բացի դրանից հիմա իրանք սկսել են Վրաստանի իշխանությունների հետ միասին գործել։ Այո, որովհետև Վրաստանում իշխանությունը պատկանում է Մոսկվային եւ ռուսներին, հիմա իրանք աջակցում են Վրաստանի իշխանություններին։ Աջակցում են ինչ առումով։ Աջակցում են նրանում, որ իբրև Վրաստանի այսօրվա իշխանությունները անցկացնում են վրացամետ քաղաքականություն եւ անհասկանալի է հայ հեղափոխական դաշնակցությունը երբանից է վրացամետ ուժ դառե, որ աջակցում է իբրև վրացամետ քաղաքականության այսօրվա իշխանությունների, բայց այս իշխանությունների քաղաքականությունը իբրև վրացամետ է եւ հակաարևմտյան է եւ դա ճիշտ է։ Հիմա այդ նույն ուժը, որը ANC-ի ձևաչափով եւ Եվրոպայում նաեւ իրաց կառույցի ձևաչափով բացահայտ այնտեղ լոբիստական ծառայություն են տանում, իրենց դրսևորում են ինչպես արևմտամետ ուժեր եւ այլն, այստեղ հայ հեղափոխական դաշնակցությունը տարածաշրջանում արևմուտքին կործանիչ է կոչում, բացահայտ արևմուտքին, որի աջակցության մասին Վաշինգտոնում եւ Բրյուսելում հենց հայ հեղափոխական դաշնակցությունը աշխատում է եւ շատ դեպքերում ասում է, տեսեք ոնց է Հայաստանին օգնում եւ իր ծառայությունը տեսնում, կործանիչ է կոչում։ Կործանիչը այստեղ այս տարածաշրջանում ով է մենք շատ լավ գիտենք եւ ասեմ ձեզ բացահայտ, այն որ մենք սրա մասին ձեր հետ խոսել ենք, Հայաստանի ուղղությամբ զենքի այդ թվում մատակարարումները, որոնք կասեցվել են եւ որոնք սկսվել էին Ֆրանսիայից, կախված էին նրանից, որ Վրաստանը գնում էր դեպի Եվրոմիություն։
հիմա Վրաստանը կասեցրել է դեպի Եվրոմիություն ճանապարհը եւ փակել է զենքի մատակարարումները, փակել է տնտեսական հնարավորությունները Հայաստանի համար, ավելին բլոկադա է սկսում կազմակերպել Հայաստանի համար, եւ սա արվում է ամեն ինչ հակասում է արևմուտքին, հակասում է Հայաստանին։ Սրա նպատակն է, Կրեմլը ունի նպատակ, որ Վրաստանի միջոցով հեռացնի Հայաստանը եւ արևմուտքը։ Սրանով Կրեմլը Վրաստանի բնակչության մեծամասնության 80-ից ավել տոկոսի դեմ է գործում, որովհետև Վրաստանի բնակչության 80-ից ավել տոկոսը ուզում է Եվրոպական միությունում անդամակցություն, ինչը նաև ձեռնտու է Վրաստանի հայությունին եւ Հայաստանին։ Հայաստանն էլ է ուզում գնալ դեպի Եվրոմիություն, սրանով հզորանալով եւ Վրաստանի հետ միասին լինելով Հայաստանը ստանում է ազատ սահման, բաց սահման, ոչ թե բլոկադա, որը այսօր կազմակերպվել է, այլ բաց սահման դեպի ծով եւ փաստորեն Վրաստանը Հայաստանը դառնում են մի պետություն, կարելի ասել, Եվրոմիության ներսում, ինչպես Ֆրանսիան եւ Գերմանիան մի պետություն են, իհարկե առանձին պետություններ են, բայց միավորված են մեկ Եվրոմիությունում։ Եվ մենք ունենալով այս գաղափարը հիմա հորինված ընդհանրապես իրականության հետ կապ չունեցող հայ հեղափոխական դաշնակցության անունից Հայաստանի իշխանություններին թիրախավորելու, Վրաստանի իշխանություններին հակավրացական եւ հակահայկական Վրաստանի իշխանություններին աջակցելու քաղաքականություն է ծավալվում։ Դուք տեսեք, այս իշխանությունները, որոնք գործում են համ վրաց ազգի դեմ, համ հայ ազգի դեմ, հայ հեղափոխական դաշնակցության աջակցությունն են ստանում։ Այն ուժի, որը իրան ներկայացնում է ինչպես հայամետ ուժ իբրև։ Հիմա անհասկանալի է, ընդհանրապես վրացամետ ուժ են իբրև դարե, երբ ասեմ ձեզ, որ իրանք սպառնալիք են իրականում ներկայացնում Վրաստանի եւ Հայաստանի համար։ Ինչու՞, որովհետեւ համ Վրաստանում համ Հայաստանում իրանք անցկացնում են ռուսական շահերը, Ռուսաստանի շահը եւ այդ շահը հակասում է Վրաստանի բնակչության, Վրաստանի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի բնակչության շահերին։ Եվ բացահայտ այս քաղաքականությունը են ծավալում։ Վահե Սարգսյանի հայտարարությունը դա ցույց է տալի, կոնֆլիկտ են իրանք նախատեսում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Հայաստանը Վրաստանը մտերմանա իրար, մոտենա իրար, Վրաստանը եւ Հայաստանը հռչակագիր ստորագրեցին ռազմավարական հարաբերությունների մասին եւ Նիկոլ Փաշինյանը դա նաեւ ոչ միայն աջակցեց, այլ նախաձեռնեց։ Եվս մեկ անգամ ես որևէ մեկին աջակցելու ցանկություն չունեմ, ես առանձին գործիչ եմ, որևէ մեկի կողմնակից չեմ, ոչ էլ որևէ մեկի դեմ եմ, բայց ես տեսնում եմ, ով ինչ է անում։ Եվ տեսնում եմ, որ այսօր Վրաստանում նրա փոխարեն, որ Վրաստանի եւ Հայաստանի միասնական ապագան աջակցեր դաշնակցությունը, աջակցում է Վրաստանի եւ Հայաստանի միասին Ռուսաստանի գաղութ լինելու ծրագրին։ Աջակցում է այն ծրագրին, որի դեմ է Վրաստանի բնակչության մեծամասնությունը, Հայաստանի բնակչության մեծամասնությունը։ Ես չեմ կարող սա չնկատել։ Հիմա անցնենք երկրորդ կարևոր թեմային, որովհետև ընդհանրապես ասեմ ձեզ, որ այս անձնավորությունը որևէ կարևորություն չունի, որ այս անձնավորության մասին խոսեմ։ Ուղղակի սա օրինակ էր նրա, ինչպես հայ հեղափոխական դաշնակցությունը գործում է։ Երկրորդ դեպքը այն է, երբ հարցազրույց է տվել, ես նաև կիսվել եմ այդ հարցազրույցով իմեջի վրա Facebook-ում, կարող եք դիտել, Ալեն Սիմոնյանն էր դրե այդ հարցազրույցը եւ կիսվեցի իր էջից, որտեղ որ հայ հեղափոխական դաշնակցության անդամներից մեկը, ոչ էլ գիտեմ կոնկրետ ով է եւ ոչ էլ ունեմ ցանկություն անկեղծ ասած, որ իմանամ ինչ պաշտոն է զբաղեցնում, ինչքան հասկանում եմ բյուրոյի անդամներից մեկն է, հայտարարություն է անում, որ փաստորեն հոկտեմբերի 27 պետք է տեղի ունենա եւ դա կլինի ճակերտներում սրբություն։ Երկար ժամանակ է ես բացահայտ ասում եմ, որ հայ հեղափոխական դաշնակցությունը Ռուսաստանի պատվերով եւ ուրիշ ուժերը ուզում են Հայաստանում կազմակերպել պետական հեղաշրջում։ Իրենց նպատակն է Հայաստանը, իշխանությունը զավթել Հայաստանում,
Այսօրվա ժողովրդավարական ձևով ընտրված իշխանությունների, եւ սա չի նշանակում, որ բոլորը աջակցում են այս իշխանություններին, ամեն ինչ իրենք անում են ճիշտ է, դա չի նշանակում, բայց այս իշխանությունները ընտրությունների միջոցով ժողովրդավարական ձևով են ընտրված եւ իրենց փոխելու հնարավորություն կա ժողովրդավարական ձևով, բայց հայ հեղափոխական դաշնակցությունը բացահայտ խոսում է արդեն փաստորեն տերորիստական գործունեության մասին եւ փաստորեն Հայաստանի պետության ղեկավարության դեմ տերորիստական հանցագործություն կազմակերպելու մասին բացահայտ խոսում են։ Հիմա ես համարում եմ, որ սա աննախադեպ պատմական կարևոր վտանգ է եւ ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին գործել, այո, կասեցրեք այս վտանգը, արեք քայլեր։ Ես այդ քայլերի մասին նաև գրեցի Facebook-ում, մեկնաբանություններում գրեցի Հայաստանի իշխանություններին, ում հետ որ կապեր ունեմ այսպես թե այնպես, որովհետև շատ կարևոր է լինելով Վրաստանի հայ համայնքային հարթակի ղեկավար, պետք է որ ունենամ Հայաստանի գործող իշխանությունների հետ կապեր։ Լավ է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները դա հասկանում են, ի համեմատ ես համոզված եմ ռուսամետ ուժերից, որոնց հետ ընդհանրապես չի ստացվի որևէ ձև աշխատել եւ չի ստացվել նաև նախկինում։ Դրա բազում օրինակ եղել է։ Հիշում եմ Էդվարդ Նալբանդյանի հետ նաև իմ հանդիպումները, որոնք որևէ արդյունք երբեք չտվեցին, որովհետև այդ իշխանությունները ցանկություն չունեին ընդհանրապես Հայաստանի հարցերի շուրջ աշխատելու։ Հիմա կոչ եմ անում ձեզ հայ հեղափոխական դաշնակցության ուղղությունով անել քայլեր Հայաստանի իշխանություններին եմ դիմում, որ կասեցվի հանցագործությունը, որի մասին նրանք բացահայտ խոսում են, նաև կասեցվի Վահե Սարգսյանի այս կեղծ տեղեկատվությունը, ապատեղեկատվությունը Հայաստանի դեմ։ Եվ նաև ես համարում եմ շատ կարևոր խոսել եւս մեկ հարցի շուրջ։ Դա եկեղեցու հարցն է, մենք ձեր հետ միասին սկսեցինք այս հարցի մասին խոսել եւ հարգելի հայրենակիցներ, հստակ մեսիջ կա արդեն Հայաստանի վարչապետի կողմից իր պաշտոնական էջի վրա գրեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա վճռորոշ ձայն նոր կաթողիկոս ընդհանրապես ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու ժամանակ։ Վերջապես այդ ամեն ինչ միջև այդ քննարկել ենք, կարելի է համարել, որ դա ուղղակի քննարկման եւ այս գլխավոր թեզը ներբեռելու համար այսպիսի մի քանի նախադասություններ, նույնիսկ իր սխալներով մենք դրա մասին խոսեցինք, բայց դա ընդհանրապես էլ կարևորություն չունի։ Ամենակարևոր հարցը դրվեց։ Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա հայ առաքելական եկեղեցու ղեկավարության ընտրելու գործընթացում ունենա վճռորոշ ձայն։ Ինչու՞։ Որովհետև մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, այնպիսի տարածաշրջանում, որ կամ Հայաստանի Հանրապետությունը ունի այդ վճռորոշ ձայնը հայ առաքելական եկեղեցում, կամ որևէ ուրիշը։ Ցավոք, որ այդ մարմինը լինի անկախ, այդպիսի բան չկա եւ գոյություն չի կարող ունենալ, առնվազն այս իրավիճակում, այս տարածաշրջանում, այս իրողություններով։ Ուստի կամ Հայաստանն է այդ վճռորոշ ձայնը ունենում, կամ Ռուսաստանը, կամ Թուրքիան, կամ որևէ ուրիշ ուժը։ Հայաստանը պետք է ունենա այդ վճռորոշ ձայնը։ Ինչու՞։ Որովհետև մենք տեսնում ենք այդ թվում, որ եւ դրա մասին հիմա խոսում են պրոռուսական այդ դաշնակցային եկեղեցուկից քոչարյանական ուժերը եւ այլն մի կողմից բացել են մի ուղղություն, որ հիմա եկեղեցուն են աջակցում իբրև եւ այլն, արեք ուղիղ ասենք, եկեղեցուն աջակցել եւ Գարեգին Բ-ին աջակցել, երկու տարբեր թեմա են։ Մենք ենք աջակցում եկեղեցուն, դեմ լինելով Գարեգին Բ-ի Կտրիչ Ներսիսյանի համակարգի։ Հենց մենք ենք եկեղեցուն աջակցում։ Իսկ դուք աջակցելով Գարեգին Բ-ին եկեղեցու դեմ եք գործում, որ պարզ լինի բոլորի համար։ Հիմա ինչ վերաբերվում է մի ուրիշ հարցի, որը արդեն սկսվեց նաև քննարկվել, որ իբրև այս Հայաստանի մոտեցումը կախված էր
Ալաշկյուրտ Փաշազադեի հայտարարությունին, որը ինքը արել է եւ իբրև Հայաստանը սրանով Ալիևի պատվեր է կատարում։ Արեք բացահայտ ասենք։ Սա նաեւ իհարկե խափելու նպատակ ունի հայ բնակչությանը։ Այո, այդպիսի հայտարարություն Փաշազադեն արել է։ Այո, պատասխան հայտարարություն Էջմիածինը արել է, բայց նաեւ Էջմիածինը կա տեղեր նախաձեռնողն է ինչ որ հարցերի։ Այդ թվում հիմա անհասկանալի ինչ որ կոնֆերանս են անցկացնում եւ այլն։ Հիմա բացահայտ ձեզ ասեմ, որ Մոսկվան միջև Հայաստանը փորձում է ծավալել ճիշտ դիվանագիտական հարաբերություններ իր հարևանների հետ։ Հայաստանը պետություն է, Հայաստանը համայնք չէ, արեք միացտեղ պարզենք էլի ձեր հետ միասին։ Հայաստանը պետություն է, միջազգային առումով ճանաչված, ՄԱԿ-ի անդամ, ունի իր հստակ սահմանները, ձեր հորինած սահմանները, ձեր ցանկությունները եւ այլն, Հայաստանի տարածքներից դուրս գնացեք, ինչ ուզում եք, որտեղ ուզում եք, ոնց ուզում եք, ձեր ցանկությունները կարող եք որտեղ ուզում եք արտացոլել։ Հայաստանի Հանրապետությունը դա գաղափար չէ։ Դա կոնկրետ միջազգային իրավունքի սուբյեկտ է, իր միջազգային սահմաններով, իր 29743 քառակուսի կիլոմետրով եւ Հայաստանի Հանրապետությունը ունի պարտականություն պաշտպանել իր պետական շահերը։ Հիմա, երբ մենք տեսնում ենք, որ կան մարդիկ եւ կառույցներ, հայ առաքելական եկեղեցին, որը գործում է Հայաստանի Հանրապետությունից, բայց գործում է իր սեփական օրակարգով եւ սպասարկում է ռուսական օրակարգին հակամարտությունը շարունակել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի Հանրապետությանը պետք է այդ երկու պետության հետ հարաբերությունները կայունացնել այն նպատակով, որ սպառնալիքներ չլինեն։ Հայաստանի Հանրապետությանը պետք է 4 հարևան պետության հետ, ուրիշ հարևաններ չունենք, 4 հարևան պետության հետ ունենալ նորմալ կայուն գործնային հարաբերություններ, նվազեցնել սպառնալիքները։ Հայաստանի Հանրապետությունը իր սահմանները մեծացնելու խնդիր չունի։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը միշտ եղել է մարդու իրավունքների հարց եւ խնդիր։ Վերջ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում գործող դաշնակցությունը Լեռնային Ղարաբաղի այդպես կոչված առաջնորդները, որոնք անհասկանալի է ընդհանրապես ինչ արեցին եւ ոնց արեցին, դա առանձին հարց է։ Ռուսաստանի շահերը այնպես սպասարկեցին, որ ի վերջո ինչու բերեցին, որովհետեւ Հայաստանը կոչ էր անում իրանց գնալ երկխոսության այդ թվում եւ այլն, հիշում ենք այդ ամեն պատմությունը, որոնք փորձում են իրենց կառույցներ ինչ որ պետական ստեղծել Հայաստանի տարածքում, եկեղեցին, որը փորձում է իր նարատիվները, իր հայտարարությունները ծավալի, իր քաղաքականությունը ծավալի, դաշնակցությունը, որը փորձում է իր ինչ որ սահմաններ, քարտեզներ ունենա Հայաստանի տարածքում եւ այլն, ստեղծում են Հայաստանի անվտանգության խնդիրներ։ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալու, ես համոզված եմ դրանում, եւ թույլ չպետք է տա, որ որևէ կառույց իր տարածքում ստեղծի իր պետական անվտանգությանը սպառնալիքներ։ Ուստի վճռորոշ ձայնը հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի ընտրելու գործընթացում, իսկ սա արդեն ծնում է Գարեգին Բ-ի հարցը, դրվել է Հայաստանի իշխանությունների կողմից եւ ես աջակցում եմ դրան եւ կոչ եմ անում ձեզ, հարգելի անդամներ մեր ալիքի, հարգելի Հայաստանի եւ հայ ազգի ներկայացուցիչներ, հայության ներկայացուցիչներ, աջակցել սրան բացահայտ, բացի դրանից կոչ եմ անում, որ հայ հեղափոխական դաշնակցության դեմ լինեն այնպիսի քայլեր, որոնք կսահմանափակեն իրենց հակաօրինական, հակապետական գործունեությունը։ Այս քայլերը պետք է արվեն։ Սրանք է, ինչը ամրապնդելու է Հայաստանի ինքնիշխանությունը, եւ Հայաստանը պետք է կարողանա նաեւ կառավարել այս իրավիճակը, որ հանկարծ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության օրակարգում իրենք Ռուսաստանի պատվերով չբերեն նոր հակամարտություն եւ նոր խնդիր ստեղծեն հայ ազգի համար, որտեղ իրենց երազանքն է Մոսկվայից ստեղծել նոր հակամարտություն, բերել հակամարտությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածք,
այդ թվում Սյունիքի տարածք, եւ ռուսները, որ այդտեղ մտնեն եւ իրանց համար միջանցք ստեղծեն, արցախիզացիա անցկացնեն Սյունիքի, ռուս խաղաղապահներ բերեն այդտեղ, միջանցք բացեն եւ այլն եւ այլն, ինչպես այդ մարդիկ հրավիրում էին ռուսներին, իրենց դիմավորում էին Արցախում եւ կարծում էին, որ դրանով մի բան կստացվի, որովհետեւ իրանք սպասարկում էին Ռուսաստանի շահերը։ Հարգելի հայրենակիցներ, սա շատ լուրջ թեմաներ է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկսել են ճիշտ քայլեր անել այս ուղղությամբ, որովհետև տեսել են վտանգը, որը պատրաստվում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, այդ թվում նախորոք 2026 թվականի ընտրությունների համար։ Ուստի կոչ եմ անում ձեզ, որ խոսքերից անցնեք գործերի եւ գործեք շատ կոպիտ, շատ խիստ, որովհետև հիմա հարցը դրված է այսպես. մենք Վրաստանում պետք է վերադարձնենք Վրաստանը վրաց ժողովրդին եւ եվրոպական ուղու վրա, Հայաստանը որևէ դեպքում թույլ չպետք է տա հեղաշրջում, հեղափոխություն, ոչ օրինական ռուսական գործակալների կողմից, կլինեն դա նախկին իշխանության ներկայացուցիչները, Քոչարյան, Սարգսյան, Վանեցյան, թե կլինի դա դաշնակցությունը, թե եկեղեցու միջոցով։ Ես նույնիսկ տեսա, որ կաթողիկոսին ուզում են վարչապետ դարձնել։ Ամեն ինչ պարզ է։ Եվ ասեմ, որ դա չի ստացվելու։ Ընդհանրապես ռուսական այս սցենարը չի ստացվելու։ Մենք պայքարում ենք հենց դրա համար եւ ես ուրախ եմ, որ վրաց ժողովրդի եւ հայ ժողովրդի շահերը համընկնում են այս պայքարում։ Մեր ապագան միասնական Եվրոմիությունում է, մեր միասնական ապագան արևմուտքում է, ժողովրդավարությունում է եւ մենք այս ապագայի համար պայքարում ենք։ Ուստի կարծում եմ շատ կարևոր քննարկում ունեցանք։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կշարունակենք։